Խարդախության մեխանիզմները տարբեր են։ Հերթականի վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ստացել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Հանցագործության բացահայտման մասին պատմող տեսանյութը ձեր ուշադրությանը ներկայացնելը կրում է նաև կանխարգելիչ բնույթ։ Քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժը կրող մի տղամարդ համացանցով նախապես գտնում է օրավարձով բնակարան, ապա թանկարժեք բջջային հեռախոս վաճառող ինչ-որ մեկին։ Զանգահարում է վաճառողին ներկայանում այլանվամբ, ասում է իբր խիստ զբաղված է եւ խնդրում, որ նա հեռախոսը տուփով հանդերձ տանի Գարեգին Նժդեհի 11 շենքի մոտ, որտեղ վաճառողին կմոտենա իր եղբայրը, կհամոզվի, որ հեռախոսը սարքին է ու կգնի։ Վաճառողը հեռախոսը բերում է Գարեգին Նժդեհի 11 շենքի մոտ, որտեղ նրան դիմավորում է մի երիտասարդ ու խնդրում, որ տուն բարձրանան, հեռախոսը կնոջը ցույց տալու համար։ Բնակարանում վաճառողի վստահությունը շահելու համար նրան սուրճ է հյուրասիրում, ապա հայտնում իբր կինը հարևանի տանն է եւ մինչ հյուրը կխմի սուրճը, ինքը հեռախոսը կտանի կնոջը ցույց տալու։ Վաճառողը համաձայնում է ու տալիս հեռախոսը։ Թվացյալ գնորդն էլ դուրս է գալիս տնից եւ հեռանում։ Որոշ ժամանակ սպասելուց հետո վաճառողը փորձում է գտնել գնորդին, թակում հարևանի դուռն ու տեղեկանում, որ տունը, որտեղ ինքը սուրճ է խմել, տրվում է օրավարձով։ Այդտեղ մշտական բնակվողներ եւ իրենց հետ հարևանություն անողներ չկան։ Օպերատիվ ճանապարհով ձեռք բերեցին տեղեկություններ, որ վերնշված խարդախության մեխանիզմով պլանավորվում է հանցագործություն։ Խարդախության հիմնական գործողությունները պետք է իրականացվեր Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 11 շենքում։ Մենք կասկածյալին հանցապաստի մեջ մերկացնելու նպատակով կազմակերպեցինք դարանակալում, որի ժամանակ մեր տեսադաշտում հայտնվեց խարդախություն կատարել պատրաստվող անձը։ Ճիշտ քիչ առաջ ներկայացված սցենարի օրինակով վաճառողը եկել է Գարեգին Նժդեհի 11 շենք, որտեղ նրան դիմավորել է մի երիտասարդ եւ միասին բարձրացել են տուն։ Վաճառողը զգալով, որ խարդախության զոհ է դառնալու, թվացյալ գնորդի սուրճ եփելու ընթացքում պահում է հեռախոսն ու նրան հայտնում, որ մոռացել է տանը։ Ծուղակը չընկած վաճառողը քիչ անց հեռանում է, ոստիկաններն էլ անցնում են գործի։ Խարդախության փորձ կատարելու կասկածանքով Գարեգին Նժդեհի 11 շենքից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցինք Վիլեն Սահակյանին։ Այնուհետև օղակաձև զբոսայգում հայտնաբերեցինք եւ նույն կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցինք Վիլեն Սահակյանի ընկեր Սամվել Պողոսյանին։ Նախ լսենք Գարեգին Նժդեհի 11 շենքից բերման ենթարկված Քաջարանի բնակիչ Վիլեն Սահակյանին։ Կապ եմ ունեցել հանցագործ խմբի հետ, փորձել են գցեն խարդախության մեջ ոստիկանության աշխատակիցների շնորհիվ այս ամենից բարձր։ Սա էլ օղակաձև զբոսայգում հայտնաբերված Մեղրիի բնակիչ 22-ամյա Սամվել Պողոսյանն է։ Այս պատմության մեջ իր դերակատարումն այսպես ներկայացրեց։ Բերդից գաղութից զանգել ինձ արշեկանով, ասաց ինչ որ հեռախոսային ընկերոջ հեռախոսներ պետք է տվել են տոլի ծախեր, այդ տղան էլ ես ճանաչում եմ։ Ասաց ախպեր չկա, հետ կարաս ճարես իրան շուտ։ Փող հարցեր կա, փողեր կա, պետք է փողային հետ կապված լուծենք, ասի Տղան, որին պետք է գտներ Սամվել Պողոսյանը, Վիլեն Սահակյանն էր։ Փողային հարցերն էլ խարդախությամբ հափշտակված հեռախոսի վաճառքի հետ է կապված։ Քննությունը դեռ կպարզի խարդախության փորձի մեջ Սամվել Պողոսյանի դերակատարման իրական հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախության հատկանիշներով։ Քրեական հետախույզները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։